Նախ փոքրիկ պատմական ակնարկ։ Փարվանակ գետի ափին գտնվող այս քաղաքը հիմնադրվել է 1064 թվականին։ 15-րդ դարում հիմնովին ավերվել է, այնուհետև վերականգնվել և 18-րդ դարում վերածվել է բերդաքաղաքի։ Ախալքալաքի բերդը կառուցվել է 1047 թվականին վրաց Բագրատունիների օրոք։ Քաղաքը պարբերաբար ենթարկվել է միջինասիական ցեղախմբերի հարձակումներին, անցել օսմանյան, այնուհետև ռուսական տիրապետության տակ։ Իսկ 1921 թվականի հուլիսի 7-ին Կավբյուրեի որոշմամբ երկրամասը վերջնականապես տրվում է Վրաստանին, որի կազմում գտնվում է առ այսօր։ Ախալքալաքի շրջանում 64 գյուղ կա, որոնցից միայն 5-ն են վրացական։ Հայերն այս շրջանում կազմում են բնակչության 95%-ը։ Այսօր շրջանում գործում է 67 դպրոց, որից 6-ը վրացական են, մնացածը հայկական։ Քաղաքում կա 5 դպրոց, 1 վրացական, 1 ռուսական և 3 հայկական դպրոց։ Ախալքալաքը Վրաստանի եզակի այն քաղաքներից է, որտեղ կարելի է հանդիպել և հայերեն և ռուսերեն գրվածքների, որտեղ լիարժեք գործում են հայկական դպրոցները, եկեղեցին, մշակույթի կենտրոններն ու ազգագրական երաժշտախմբերը։ Մշակույթանը գործում է այսօրվա օրոք 10 կոլեկտիվներ, մշտական գործում է, դա իրականություն է։ Ստեղծվել է վերջին 2-3 տարիների ընթացքում աշխուհական դպրոց, աշխուհական անսամբլ, մանկական թատրոն, հստակ գործում է ժողովրդական թատրոնը, տեխնիկային թատրոնը, Ջավախք ազգագրական մանկական անսամբլը, Ջավախք ազգագրական երգիբարի մեծ անսամբլը։ Հատկապես մեծ տոների ընթացքում Սուրբ Սննդյան, Սուրբ Հարության տոների ընթացքում այստեղ եկեղեցում մեծ աշխուժություն է նկատվում, ամբողջ քաղաքը մասնակցում է, հա մոմավառության է գալիս, բայց որ ասենք մշտական գործող համայնք ունենք Սուրբ Խաչ եկեղեցում, դա ճիշտ չի լինի։ Այդ առումով դեռևս ախալքալաքցիները, որպեսզի իրենց զգան եկեղեցու համայնքի անդամներ, դեռևս շատ պասիվ են։ Ժողովրդի պասիվությունն ուղղակիորեն կապված է նրա սոցիալական վիճակի հետ։ Թերևս այդ պատճառով է, որ տարածաշրջանում այդպես էլ չձևավորվեց մի կազմակերպություն կամ միություն, որը կներկայացներ տեղի հայության բոլոր շերտերի միասնական շահերը։ Հայաստանի խոնարհ հայացքի ներքո Վրաստանի անցյալ ու ներկա իշխանությունների կողմից իրականացված քաղաքականության շնորհիվ տարածաշրջանը մղվեց պասիվության, իսկ վիրահայերի համախմբվածության մակարդակը մնաց կենցաղայինի վրա։ Համախմբվածություն կա, ճիշտ է, չի կարելի համեմատվել մի քանի տարվա առաջվա պատմությունների հետ, որովհետև հիմա պետությունն էլ արդեն ոտքի կանգնել, առաջվա պետությունը չէ, պետությունը չի թույլ տալիս առանձնագի խմբավորումներ, բաներ ակտիվ գործելու համար, բայց ժողովուրդը, ասենք, ամեն հարցով էլի կանգնած է իրար կողք կողքի։ Եթե ուզում ես արժանավայել ապրել, ուրեմն դու էլ պետք է ունենաս քո ազգային քաղաքականությունը, ինչպես վրացիները նշում են ջավախահայերը, միաժամանակ խոստովանելով, որ կառուցողական լուրջ քայլեր չեն անում, այսինքն նաև ունեցածը պահպանելով ավելին ձեռք բերելու հայի ստեղծարար ջիհն է խամրում։ Էդուարդ Մխիթարյան, Գրիգոր Շահոյան, Գալանյուզ, Վրաստան։